Ողջույն սիրելի դիտողներ, այս տեսանյութում մենք խոսելու ենք առողջության պահպանման վերաբերյալ կրկին եւ առողջության պահպանման համար մեր օրգանիզմին իհարկե անհրաժեշտ է ճիշտ սնվել, իսկ սննդի միջոցով մենք պետք է ստանանք անհրաժեշտ մեզ վիտամինները եւ այն միկրոէլեմենտները, որոնք առկա են ճիշտ սնունդ ընդունելուց։ Առաջինը, որ կխոսենք հիմա, մենք վիտամին C-ի վերաբերյալ է լինելու։ Վիտամին C-ն ջրում շատ հեշտ լուծվող վիտամին է եւ այդ իսկ պատճառով նա հեշտությամբ թափանցում է մեր օրգանիզմի բոլոր այն հյուսվածքները, որտեղ ջուր է պարունակում, հեղուկ է պարունակում։ Այդպիսով վիտամին C-ն շատ հեշտությամբ յուրացվում է մեր օրգանիզմում եւ վիտամին C-ն անտիօքսիդանտ է, իսկ անտիօքսիդանտները անփոխարինելի անհրաժեշտություն ունեն մեր առողջության պահպանման եւ երիտասարդության պահպանման համար։ Վիտամին C-ն պարունակվում է շատ ցիտրուսներում, վիտամին C-ն պարունակվում է պղպեղում, վիտամին C կա չիչխանի, մասուրի եւ մեզ հայտնի այլ մրգերի պարունակությունում։ Վիտամին C-ն անփոխարինելի նշանակություն ունի մեր իմունիտետի պահպանման համար եւ իմունիտետի առողջ գործունեության համար եւ փոփոխական եղանակներին, ինչի ժամանակները, որ հիմա աշնանը մենք ապրում ենք, անփոխարինելի է վիտամին C-ի դերը մեր ճիշտ սննդակարգում եւ առողջության պահպանման համար, հիվանդություններից, տարբեր վիրուսային վարակներից խուսափելու համար։ Անպայման մեր օրվա ռացիոնում սնունդ ընդունելուց պետք է անհրաժեշտ քանակի վիտամին C պարունակող ուտելիքներ միշտ լինեն եւ կրկնում եմ, վիտամին C հեշտությամբ մենք կարող ենք յուրացնել թե ցիտրուսների միջոցով, թե տարբեր բանջարեղենների միջոցով ու անհրաժեշտ է անպայման հետևել այս կանոններին, վիտամին C-ով հարուստ սնունդ ընդունել ամեն օր մեր կյանքում։ Շնորհակալություն, առողջ եղեք եւ կարող եք ձեր խորհուրդները ստանալ մեր կենտրոնում սննդաբանի օգնությամբ, ինչի համար տվյալները կապի միջոցի կթողնենք մենք տեսանյութի մեկնաբանությունում։ Այսքանը։